Ինչպես կատարել գնառաչարկի ընտրություն։ Նոր գնառաչարկ ստանալու դեպքում դուք կծանուցվեք, որից հետո մուտք գործեք կայք։ Նոր գնառաչարկը տեսնելու համար անցեք ակտիվ բաժին։ Այստեղ կտեսնեք ձեր կազմակերպած տենդերը ակտիվ կարգավիճակով, որի վրա թվով նշված կլինի գնառաչարկի քանակը։ Սեղմեք տեսնել կոճակին։ Տվյալ հատվածում կարող եք տեսնել գնառաչարկներ ստանալու վերջնաժամկետը։ Այստեղ կտեսնեք բոլոր գնառաչարկները։ Յուրաքանչյուր գնառաչարկի վրա դուք կտեսնեք նաև տվյալ վաճառողի գնահատականը, որը ձևավորվում է գնորդի կողմից։ Եթե ընտրել եք գնառաչարկ, սեղմեք տեսնել կոճակին, որպեսզի ծանոթանաք գնառաչարկի պայմաններին։ Այստեղ կտեսնեք այն ապրանքները, որոնք ներառված են, նաև արդյոք առկա են հավելյալ նշումներ վաճառողի կողմից գնառաչարկում։ Սեղմեք գնել կոճակին։ Գումարը կփոխանցվի Շինտենդեր ընկերության բանկային հաշվին։ Այն կպահվի մինչև հաստատեք, որ ստացել եք պատվերը։ Հակառակ դեպքում գումարը ետ կփոխանցվի ձեր բանկային հաշվին։ Վճարումը կատարելուց հետո ընտրված տենդերներ բաժնի տվյալ տենդերի էջում հասանելի կդառնան վաճառողի կոնտակտները, իսկ ձեր կոնտակտային տվյալները հասանելի կդառնան վաճառողին։ Սեղմեք հաստատել կոճակին։ Եթե դուք ֆիզիկական անձ եք կամ իրավաբանական անձ եք եւ ունեք իրավաբանական քարտ, ապա վճարում կատարելու համար լրացրեք հետեւյալ դաշտերը։ Սեղմեք վճարել կոճակին։ Իսկ եթե իրավաբանական անձ եք եւ չունեք իրավաբանական քարտ, ապա փոխանցումը հարկավոր է կատարել հաշվեհամարին։ Գնառաչարկները կհամարվեն ընտրված միայն ամբողջ գումարը Շինտենդեր ընկերության բանկային հաշվին մուտքագրվելուց հետո։ Այստեղ կտեսնեք, թե մինչև երբ պետք է գումարը մուտք եղած լինի։ Սեղմելով հաստատել կոճակին, արդեն կտեսնեք Շինտենդեր ընկերության տվյալները։ Վճարումից հետո տվյալ տենդերը կարող եք տեսնել ընտրված տենդերներ բաժնում, ստացման փուլ կարգավիճակով։ Սեղմեք տեսնել կոճակին։ Տվյալ հատվածում կտեսնեք վաճառողի տվյալները։ Առաքման ժամանակահատվածը լրանալու դեպքում, եթե խնդիր է առաջացել պատվերի հետ եւ եթե պատճառը վաճառողն է, ապա նշեք վաճառողը հրաժարվել է։ Իսկ եթե դուք եք հրաժարվում, նշեք հրաժարվել եմ կետը։ Երկու դեպքում պետք է թողնել մեկնաբանություն։ Կարիք եղած դեպքում վերբեռնեք նկար։ Պարզաբանումներից հետո գումարը ետ կվերադարձվի ձեր նշված հաշվեհամարին։ Խնդիրներ չլինելու դեպքում նշեք այո։ Նշելուց հետո կարող եք գնահատել վաճառողի մատուցած ծառայությունը։ Ցանկության դեպքում թողեք մեկնաբանություն։ Սեղմեք հաստատել։ Գումարը վաճառողին է փոխանցվելու միայն այն դեպքում, երբ դուք նշել եք այո, գնահատել եւ հաստատել եք։